Ողջույն սիրելի ընկերներ, այսօր վերջապես խոսելու ենք մեր շատ սիրելի ձկների, ուրեմն ջրի նշանի երրորդ ներկայացուցիչների սեպտեմբեր ամսվա կանխատեսումների մասին։ Սիրելիներս, ուրեմն տեսեք, ձեզ համար օգոստոսը բավականին հետաքրքիր մի փոքր բարդ է անցել, սակայն սեպտեմբերին լավ նորություններ ունենք, հրաշալի ամիս է սպասվում մեզ, դինամիկ, հետաքրքիր, եւ քանի որ օգոստոսի 28-ին ուրեմն ձկներում եղավ լուսնի խավարում, սա նշանակում է, որ ձեր կյանքի փոփոխման ծրագիրը մոտեցավ իր ավարտին։ Սիրելի ձկներ, վերջին 1.5 տարվա ընթացքում շատերի կյանքում եղան փոփոխություններ կապված անձնական կյանքի հետ, կապված օրինակ ամուսնության կամ ամուսնալուծության հետ, կապված առողջական վիճակի հետ, կապված շրջապատի մարդկանց հետ, ինչու՞ չէ նաև կապված աշխատանքի գործնական հարաբերությունների հետ։ Շատերիդ մոտ արդեն կան որոշակի փոփոխություններ։ Եվ օգոստոսի 28-ի ուրեմն լուսնի խավարումը, որը իհարկե մասնակի լուսնի խավարում էր, ոչ ամբողջական, ամենայն դեպս այն արդեն ավարտեց ձեր կյանքի այն դժվարությունների փուլը, որի միջով դուք քայլում եք վերջին 1.5 կարելի ասել գրեթե 2 տարվա ընթացքում։ Սիրելիներս, արդեն կարող եք թեթևացած շունչ քաշել, օգոստոսի 18-ից հյուսիսային հարավային կետերը տեղափոխվել են արդեն այլ առանցք, առյուծ ջրհոս առանցք եւ այնտեղ են պատրաստվում մեծ փոփոխություններ կատարել խավարումների տեսքով։ Այժմ արդեն սեպտեմբերից կարելի է հանգստանալ, կարելի է սթափվել, կարելի է հասկանալ արդեն ի վերջո թե մենք ինչ ենք ուզում այս կյանքից եւ ռեալ գնահատել այն ինչ մենք ունենք։ Իհարկե սեպտեմբերը ոչ միայն հանգստանալու ամիս է, այլ նաեւ շատ բուռն աշխատանքային ամիս կարող է լինել, որովհետեւ մենք պետք է օգտագործենք սեպտեմբերի դրական ասպեկտացիաները եւ տրամադրությունը մեր գործերը ավելի արագացնելու եւ հաջողությամբ ավարտին հասցնելու նպատակով, որովհետեւ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին մենք ունենալու ենք երկու հետընթաց մոլորակ, Վեներան եւ Մերկուրին, եւ այնտեղ դեկտեմբերին արդեն ունենալու ենք հետընթաց Մարս։ Իհարկե այդ ամենի մասին ես կխոսեմ, հետընթաց Վեներայի մասին ունեմ ուրեմն առանձին հոլովակ, եթե դեռ չեք դիտել, կարող եք դիտել, այն կթողնեմ այս հոլովակի ներքո։ Ուրեմն սիրելիներս, գնացինք սեպտեմբերը վերլուծենք եւ մի փոքր հանգստանանք։ Սեպտեմբերի 1-ը մեզ մոտ սկսվում է մի փոքր լարված, ուրեմն տեսեք Սատուրն մոլորակը ձեր երկրորդ ֆինանսական դաշտում է եւ այստեղ մի փոքր լարվածություն է ստեղծում Մարսի հետ։ Մարսը 5-րդ ոլորտում է, Սատուրնը երկրորդ, նշանակում է սեպտեմբերի 1-ը ֆինանսական առումով հաջող օր չէ։ Ինչպես նաեւ 5-րդ ոլորտը ներկայացնում է երեխաները, ներկայացնում է հանգստի մեկնելու ծրագրերը, ներկայացնում է սիրածեակը, հնարավոր է նրանց հետ կապված ինչ որ ֆինանսական ավելորդ լրացուցիչ ծախսեր լինեն, որը իհարկե ձեզ կնյարդայնացնի։ Սեպտեմբերի 10-ին ունենք շատ հետաքրքիր օր, երբ մի քանի մոլորակներ տեղափոխվում են, ուրեմն տեսեք Վեներան տեղափոխվում է ձեր 9-րդ ոլորտ, սիրելի ձկներ, 9-րդ ոլորտը ճամփորդություններն են, դատականատյաններն են, բարձրագույն կրթությունն է, օտար լեզուներն են, օտար երկրներն են, վիզաներն են, պետական հաստատություններն են, փաստաթղթային հարցերն են, ուրեմն տեսեք այս վերը նշածս թեմաների համար Վեներան բերում է հրաշալի ամիս, որ դուք սեպտեմբերի 10-ից մինչև կարելի ասել սեպտեմբերի 30-ը կարողանաք այդ բոլոր հարցերի հետ կապված խնդիրները լուծեք։ Բացատրեմ ինչու, որովհետև հոկտեմբերին արդեն դրանք լուծել չեք կարողանա։ Վեներան հենց նույն 9-րդ ոլորտում հոկտեմբերի 3-ից լինելու է հետընթաց։ Նշանակում է սիրելի ձկների, եթե դուք ունեք փաստաթղթային հարցեր, լուծում եք դրանք սկսած սեպտեմբերի 10-ից, շատ հաջող է ստացվելու, որտեղ Վեներան է, այնտեղ մենք խոչընդոտներ չունենք։ Ուզում եք կրթությունը շարունակել, ուզում եք ինչ-որ ուրեմն օտար երկիր մեկնել, ուզում եք վիզա ստանալ, ուրեմն տեսեք այդ ամենին նպաստում է Վեներան մոլորակը, այնպես որ ի գործ։ Հենց նույն օրը ամսի 10-ին Մերկուրի մոլորակն էլ տեղափոխվում է ձեր 8-րդ ոլորտ։ Մերկուրին շատ արագ է շարժը սեպտեմբեր ամսին, հասցնելու է նաև տեղափոխվել ձեր 9-րդ ոլորտ ամսվա վերջում եւ Մերկուրին նույնպես պատրաստվում է հոկտեմբերին լինել հետընթաց, նշանակում է Մերկուրի խնդիրը նրանումն է, որ մենք կարողանանք ինֆորմացիան ճիշտ հասկանանք, ճիշտ շփվենք, ճիշտ հաղորդակցվենք եւ բացի դրանից Մերկուրի նաեւ արք ու վաճառքի հետ կապված մոլորակն է եւ եթե սիրելիներս տեսեք հայտնվում է Մերկուրին 8-րդ ֆինանսական դաշտում, ունենք բանկային հարցեր,
ունենք անշարժ գույք վաճառելու կամ գնելու, այդ ամենը նույնպես իրականացնում եք սեպտեմբեր ամսին, որովհետև Մերկուրին արդեն հոկտեմբերին Վեներայի հետ զուգահեռ լինելու է հետընթաց։ Սովորաբար հետընթաց մոլորակների ժամանակ կատարված ուրեմն արք ու վաճառքը կամ ինչ որ փաստաթղթային հարցերը եւ այլն կամ չի ստացվում, կամ ստացվում է շատ երկար ձգձգումներով, անհաջողություններով, այսինքն դա մեզ պետք չէ։ Եթե ունենք այդպիսի հարցեր, օրինակ բանկից ուզում եք ինչ որ վարկ ձևակերպել կամ ինչ որ հարցեր ունեք կապված պետական հաստատությունների հետ, ինչ որ արք ու վաճառքի հետ, այդ ամենը փորձեք ուրեմն իրականացնել սեպտեմբերին։ Ամսի 10-ին նաև ունենք հետընթաց Ուրան։ Սիրելի ձկներ, հետընթաց Ուրանի մասին կունենամ առանձին հոլովակ, որովհետև այն շատ հետաքրքիր թեմա է մեզ համար։ Սակայն նշեմ, որ սեպտեմբերի 10-ը եւ 11-ը ուրեմն լինելու են ձեզ համար անակնկալներով օրեր։ Բացատրեմ ինչու։ Ուրեմն տեսեք, Ուրանը այս պահին երկվորյակի նշանում է, ձեր 4-րդ ոլորտում է, եւ այս հետընթաց Ուրանը, երբ պետք է շարժվի արդեն հակառակ ուղղությամբ, կանգ է առնում։ Իսկ ցանկացած Ուրանի կանգ նշանակում է չպլանավորված, անկանխատեսելի ինչ որ իրավիճակ, որը կարող է կապված լինել ձեր տան հետ, ձեր անշարժ գույքի հետ, ձեր ծնողների հետ, ձեր տան անդամներից ինչ որ մեկի հետ, ուրեմն տեսեք սիրելիներս, ամսի 10-ը եւ 11-ը այդպիսի օրեր են լինելու, երբ տանը ինչ որ չպլանավորած, չնախատեսված իրավիճակներ են սկսվելու։ Ուրանի հետընթացը տևելու է մինչև փետրվարի 8-ը, նշեցի Ուրանի մասին կունենանք առանձին հոլովակ։ Ամսի 11-ին ունենք նորալուսին, որը տեղի է ունենում ձեզ համար շատ կարևոր 7-րդ ոլորտում, սիրելի ձկներ, այս նորալուսինը ենթադրում է, որ ամսի 11-ից հետո ձեր կյանքում նորություններ են սպասվում կապված ձեր շրջապատի հետ, նոր ընկերական միջավայր, նոր սիրածեակ, մի խոսքով այստեղ 7-րդ ոլորտը մեր կողակիցն է, մեր գործընկերներն են, մեր ընկերներն են, ինչու՞ չէ նոր հաճախորդներ, եթե սպասարկման ոլորտում եք, այստեղ բերում են նոր հնարավորություններ այս ասպարեզում։ Հնարավոր է, եթե չէիք աշխատում, ամսի 11-ից հետո ձեզ աշխատանք առաջարկեն, որտեղ դուք պետք է լրիվ նոր ուրեմն շրջապատի հետ շփվեք։ Ամսի 14-ը շատ լավ օր է, ունենք Մերկուրի, Ուրան, տրին ասպեկտը, նշեցի Ուրանը 4-րդ ոլորտում է, նշանակում է տանը ինչ որ ուրախ իրավիճակ է լինելու, կապված ֆինանսական ինչ որ լավ արք ու վաճառքի հետ։ Սակայն հենց նույն օրը ամսի 14-ին Սև լուսինը տեղափոխվում է ձեր 11-րդ ոլորտ։ Սիրելիները, Սև լուսնի մասին նույնպես ունեմ առանձին հոլովակ։ Այն սովորաբար որևիցե նշանում լինում է 9 ամիս եւ նշանակում է Սև լուսինը մինչեւ հունիս ամիսի 2027 թվականի լինելու է ձեր 11-րդ ոլորտում։ Սա նշանակում է, որ պետք է շատ ուշադիր լինեք, որպեսզի ընկերական միջավայրում այստեղ բամբասանքների զոհ չդառնա կամ չվիճեք անիմաստեղը ձեր ընկերների, ձեր կոլեկտիվի հետ։ Սև լուսինը սովորաբար բացաբար է ազդում փոխհարաբերությունների վրա։ Ամսի 18-ին ունենք լարված օր Մերկուրի Սատուրնի միջև, այստեղ ֆինանսական հարցերը փորձում ենք չլուծել, որովհետև երկուսն էլ ֆինանսական դաշտում են եւ խնդիրներ են առաջացնում ֆինանսների հետ կապված։ Ամսի 18-ին ոչ մի արք ու վաճառք չենք իրականացնում։ Ամսի 26-ին ունենք Լեալուսին։ Լեալուսինը կրկին ձեր ֆինանսական երկրորդ դաշտում է, այնտեղ որտեղ Սատուրն մոլորակն է գտնվում։ Սիրելիներս, այս Լեալուսինը ձեր կյանքում կարող է վերջակետ դնել ինչ որ ֆինանսական խնդրի, որը վերջին ամիսներին ձեզ տանջել է։ Օրինակ դուք ինչ որ մեկին գումար եք պարտք, այդ պարտքը վերադարձնում եք այդ օրերին, կամ միգուցե ձեզ են պարտք, ի վերջո վերադարձնում են, կամ ձեր աշխատավարձի չափն է փոխվում, կամ ի վերջո դուք աշխատանքի եք անցնում, կամ ձեր աշխատանքն է փոփոխվում, դրա հետ զուգահեռ նաև ձեր աշխատավարձը։ Այստեղ այս Լեալուսինի երկրորդ ֆինանսական դաշտում հատկանշական է նրանով, որ մեր գրպանի գումարը, մեր աշխատած գումարը պետք է փոփոխման ենթարկվի։ Ամսի 28-ին Մարս մոլորակը տեղափոխվում է ձեր 6-րդ ոլորտ։ Սիրելիներս, Մարսը 6-րդ ոլորտում կլինի ամբողջ հոկտեմբեր եւ ինչու՞ չէ նոյեմբերը։ Նոյեմբերի ամիսներին նշանակում է մենք սկսած սեպտեմբերի 28-ից մի փոքր ուշադրություն ենք դարձնում մեր առողջությանը, որովհետև Մարսը 6-րդ ոլորտում սիրում է տրավմաներ առաջացնել, եւ բացի դրանից Մարսը 6-րդ ոլորտում կարող է բերել ինչ որ վիրուսային հիվանդություններ։
Հենց նույն օր ամսի 28-ին ունենք եւս շատ լավ ասպեկտ Արևի եւ Ուրանի միջեւ, այստեղ ունենք տրին ասպեկտ, ուրեմն տեսեք շատ հաջող օր է եւ առողջական հարցերով զբաղվելու եւ ֆինանսական հարցերով զբաղվելու եւ նաեւ ձեր տանը կարող է լինել ինչ որ կարեւոր իրադարձություն, ինչ որ ուրախ առիթ։ Տեսեք Ուրանը նաեւ խոստանում է նվերներ։ Եվ ամսվա վերջին օրը ամսի 30-ին Մերկուրի մոլորակը արդեն հասցնում է տեղափոխվել 9-րդ ոլորտ, որտեղ եւ հոկտեմբերին ունենալու է հետընթաց սիրելիներս, նշանակում է արդեն Մերկուրի 9-րդ ոլորտի այցի մասին կխոսեմ հոկտեմբեր ամսվա կանխատեսումներում, որտեղ նաեւ կներկայացնեմ հետընթաց Մերկուրիի առանձնահատկությունները։ Դե ինչ սիրելիներս, այսքանը ձեր սեպտեմբեր ամսվա կանխատեսումների մասին, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ